Բարի լույս սիրելիներս, տեսնենք թե Հիսուս ինչ օրինակ է թողել մեզ համար խոնարհության և հեզության մասին։ Նա, որ նախատվելով փոխարենը չնախատեց, չարչարվելով չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին։ Նա, որ մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք զերծ լինելով մեղքերից ապրենք արդարության համար։ Նա, որի վերքերով բժշկվեցիք դուք, մոլորյալ ոչխարի պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների հովիվը և տեսուչը։ Ամենագեղեցիկ օրինակն է, սիրելիներ, նախատվելով չփորձեց նախատել, չարչարվելով երբեք չսպառնաց, այլ հանձնվեց արդարության դատողին։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ։ Մեր կյանքի մեջ շատ պիտի հանդիպենք անարդարությանը, չարությանը, ատելությանը, մարդիկ, որոնք դիտավորյալ պիտի ուզեն մեզ ցավացնել, նեղացնել, բայց շատ կարևոր է, երբ որ դու այդ ամենը չարությամբ եւ ատելությամբ փոխադարձը չանես, այլ քո դատը հանձնես Աստծուն, ով արդարությամբ պիտի դատի։ Հիսուս կարող էր ամեն ինչ փոխել։ Հիշում եք Հուդային, երբ որ եկան ձերբակալեն Հյուդայի առաջնորդությամբ Հիսուսին, ասում է, ես կարող եմ հիմա իմ Տիրոջը խնդրել, որպեսզի երկնքից ինձ համար զորքեր իջեցնի, բայց չարեց, որովհետև նա պետք է մեզ համար չարչարվեր, խաչվեր, մեր մեղքերը պիտի խաչափայտի վրա գամեր, որպեսզի մենք այս աշխարհի մեջ արդարությամբ ապրենք։ Մենք շատ հաճախ մեր համբերությունը կորցնում ենք, սпасել չգիտենք եւ ամեն ինչ ուզում ենք արագ մեր ցանկությամբ կատարվի։ Գեղարվեստական գրքերից մեկը Կոմս Մոնտե Քրիստոն հետեւյալ տողերով է ավարտվում. երբ Աստված ապագայի վարագույրը փակ է պահում, մարդուն մնում են երկու բան՝ սпасել եւ հուսալ։ Սпасել եւ հուսալը նաեւ քրիստոնյայի պարտականությունն ու կոչումը, սпасել Տիրոջ արդարությանը եւ հուսով այդ հաղթանակին հասնել։ Բայց շատ հաճախ ենք մենք մեր համբերությունը կորցնում, չենք սпасում եւ հուրցում ենք ինքներս մեր համար դատ տեսնել։ Դրա համար Աստված ասում է՝ վրեժխնդրությունն իմն է, թող որ ես ամեն ինչ կանեմ։ Եթե մենք էլ չարությամբ, ատելությամբ պետք է պատասխանենք, այդ չարությամբ, ատելությամբ մենք էլ պիտի բորբոքվենք ու մեղքերը բազում գործենք, մենք ոչնչով չենք տարբերվելու։ Մեր խոնարհությունը, հնազանդությունը նաև նրա մեջ է, որպեսզի մենք կարողանանք Տիրոջը անմնացորդ սիրով վստահել ու հավատալ, որ անպայման Տերը մեր դատը պիտի տեսնի։ Եվ վերջապես մենք մոլորված էինք եւ խոնարհության ու հեզության միջոցով մենք դարձանք մեր հոգիների հովին եւ տեսուչին։ Հիսուս մեր հոգիվոր հայրն է, մեր հոգիների հովիվն ու տեսուչն է, հսկողն է, եւ եթե մենք կարողանանք, սիրելիներ, այդ համբերությունը ցուցաբերել, խոնարհությամբ տանել կյանքի բոլոր նեղություններն ու դժվարությունները, հալածանքները, կհասնենք։ Մենք չգիտենք ինչու են այդ մարդիկ մեր հանդեպ այդպես վարվում։ Մենք չգիտենք կյանքը ինչու է մեր հանդեպ անարդար, բայց մենք պետք է անդրադառնանք, որ դրա հիմնական պատճառը նաեւ մեղքն է, մեղքի վարձն է այս ամենը։ Երբ որ դու մեղք ես գործում եւ չես զղջում, չես ապաշխարում, համարում ես, որ Աստված մի օր կների, այդ մեղքը անդադար քեզ պիտի հետապնդի։ Դրան պիտի տեսնես հիվանդության տեսքով, հալածանքի տեսքով, արհամարանքի տեսքով, մարդկանց չարախոսության տեսքով, մինչեւ այն պահը, երբ հավատքով, հույսով վստահես Տիրոջը, որպեսզի Տերը քո դատը տեսնի, նախ քեզ մաքրի, քո մեղքերից արդարացնի, ինչպես Դավիթ մարգարեանը ասում, Երենյան մարդուն ու մեղքերը այլևս Աստված մեղք չի համարում։ Երբ որ Աստված քո մեղքերը մեղք չհամարի, դու մաքրվես քո սխալներից, ուրեմն քո դատն էլ հաղթական ավարտի ունենա։ Դու պիտի հաղթես այս աշխարհին, որովհետև Հիսուս ինքը հաղթեց այս աշխարհին եւ այդ հաղթական զենքը տվեց մեզ։ Նախատելու մեջ չսպառնաց, չարչարանքի մեջ չհանդիմանեց, չըմբոստացավ, ոչինչ չասեց, այլ լուռ իր դատը հանձնեց արդարությամբ դատողին, այսինքն Աստծուն։ Իսկ Աստված մեր ամեն հարցը լուծում է իր ողորմությամբ, հայրական գութով ու սիրով, որովհետև մեկ նպատակ ունի՝ մեր հոգիների փրկությունը հավիտենական կյանքի մեջ բնակեցնելու համար։